Բաքվի բանտում կալանված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին ազատ արձակելու միջնորդագիրը ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին է հասել, մեր մյուս գերիների գործերի տրցակին ավելացել։ Սա, հիշեցնեմ, դատական ատյան չէ, սակայն նաև փոխարինում է ռեգիոնալ դատարաններին։ Ունի 5 չափանիշ, դատավորի պատմուճանով մասնագետները գնահատում են ու որոշում, կամայական են եղել մարդուն ազատությունից զրկելու հիմքերը։ Այս դեպքում աշխատանքային խումբը մի քանի միջազգային փորձագետից, որոնք ներկայացնում են տարբեր տարածաշրջաններ, այսինքն օրինակ Եվրոպայից, Ամերիկայից, Աֆրիկայից եւ այլն։ Ու հենց այստեղից էլ սրվում են իրավապաշտպանների մտահոգությունները։ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ամիսներ առաջ, երբ այս նույն աշխատանքային խումբը հրապարակել էր Ռուբեն Վարդանյանի գործով կամայական եզրակացությունը, պնդելով, թե Ադրբեջանի իրավապահների կողմից Արցախի նախկին պետնախարարի կալանավորումը կամայական չի եղել, բացահայտել էր խմբի համանախագահ Գաննա Յուտկիվսկայի ադրբեջանական կասկածելի կապերը։ Յուտկիվսկան ոչ ավելի, ոչ պակաս, ճիշտ այն նույն կազմակերպության գործընկերն է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Սոքարը։ Գաննա Յուտկիվսկան պետք է ձեռնպահ մնար Ադրբեջանի դեմ բոլոր գործերից, որովհետև ունի շահերի բախում։ Մի ընկերության հետ է աշխատում, որը տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ է տրամադրել Սոկարին։ Հաստատվում է ուղիղ ֆինանսական կապը Յուտկիվսկայի եւ Ադրբեջանի կառավարության միջև, որը Վարդանյանի գործով հանդես է գալիս որպես կողմ։ Ավելին, Յուտկիվսկայի ամուսինը ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչ է, ով ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ եւ հրապարակայնորեն աջակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ալիևի դիրքորոշմանը։ Ավելի ուշ իրավապաշտպանները բացահայտեցին նաև, որ այս աշխատանքային խմբում Յուտկիվսկայից բացի մեկ այլ չինովնիկ է եղել, ընդ որում Ադրբեջանի քաղաքական վերնախավի հետ ուղիղ առանց միջնորդների կապի մեջ։ Մասնագետների գնահատականը միանգամից էր հստակ, քննությունը եղել է քողարկված սպասարկել Ալիևյան շահը նավթադոլարների դիմաց։ Անձնության մեջ կոնֆլիկտով պայմանավորված գտնվող հայերի առումով մշտապես ասել ենք ու հիմնավորել ենք հենց միջազգային իրավունքի տեսանկյունից, որ նրանց ազատություն զրկելը կամայական է, այսինքն չի համապատասխանում այն միջազգային հիմքերին, որոնք որ գործում են։ Միայն այն հանգամանքը, որ նրանք զրկված են արդար դատաքննության իրավունքի իրացումից, արդեն լուրջ կասկածի տակ է դնում ու կարիք էլ չկա անգամ բովանդել իմաստով քննարկիչով տեղիներ կամ հիմք ունեին ձերբակալել թե ոչ։ 16 հայերի գործով Բաքվի ռազմական դատարանն արդեն գրեթե 1 տարի է, ինչ աշխարհին շոու է ցուցադրում։ Հիմա ունենք նաև իրավիճակ, երբ Հայաստանը Սիրիա է ուղարկել այստեղ մեր երկրում ցմահ ազատազրկման դատապարտված 2 վարձկան ահաբեկչի, փոխարենը հայրենադարձվել են ադրբեջանական բանտերում ապօրինաբար կալանված 4 հայերը՝ Սուջյանը, Էուլջեքչյանը, Վագիվ Խաչատրյանն ու Դավիթ Դավթյանը։ Մի կողմից հուսադրող է, որ շարժ կա, մյուս կողմից իհարկե շատ կարևոր է շարունակել եւ անդադար այդ հարցը բարձրաձայնել։ Հնարավոր ու անհնար բոլոր դռները թակել է պետք, համոզված են մասնագետները։ Իրավապաշտպանները շեշտում են, թեկուզ ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբում արդեն ունեցած փորձն աչքի առաջ, թեկուզ մի ամբողջ միջազգային մեխանիզմի անաչառությունն ու վստահելիությունը կասկածի տակ առած, բայց այս գործընթացները շարունակել պետք է։ Ի վերջո, իրավական լինելուց բացի նաև քաղաքական նշանակություն ունեն սրանք։ Բաքվում ապօրինաբար պահվող հայերի ճակատագիրը մնում է օրակարգի էպիկենտրոնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։